ամեն դեպքում մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Այս նախագիծը վերաբերում է ոչ շարժական հուշարձաններին, այսինքն կառույցներին, պաշտամունքային կառույցներին է վերաբերում։ Դուք մեկ այլ տիրույթ անցաք, որը այս նախագծի քննարկման առարկա չի։ Հա, օգտվելով արցից ասացի, որ Շատ լավ, միշտ դուք այդ առիթը միշտ ունեք եւ գնալով լավարկեք, ես միայն գող կլինեմ, եթե լավարկեք, բայց հիմա դες եմ ուղղում, պարոն Դադուն, այո, նախ մինչ այս օրենքը որոշակիորեն կարգավորում էր այդ անհանգստությունը, որովհետեւ գործող օրենքով պետական ցանկերում ներառված պաշտամունքային եւ այլ հուշարձանների նկատմամբ որևէ փոփոխության պարագայում նախարարության գերատեսչության, այսինքն եզրակացությունը պարտադիր էր։ Ոնց։ Ոչ, տեղեկացմանը պիտի հաջորդեր համապատասխան եզրակացություն, այնպես որ դա կարգավորված էր։ Տեսքի փոփոխության մասով կարող է, բայց օտարման մասով չկար որևէ կարգավորում։ Այո, վերականգնող վերանորոգման Օտարման մասով չունենք, հենց այս նախագիծն է դրա մասին, էլի, որ օտարումը նույնպես պետք է անցնի, որոշակի եզրակացություն ստանա եւ։ Չէ, շատ լավ, հեսա ձեզ կտամ։ Դուք ճիշտ եք ասում, տեսքի վերականգնման համար այո, պետք է միևնույնն է, բայց օտարման մասով չկար։ Տիկին Ղազարյանն իր խոսքում ասաց, որ սա հենց նոր կարգավորում է, որով նաեւ պարոն Դադունցը շարունակեց օգտվելով սահմանադրության այդ նորմից, որ օրենքով կարող է սահմանափակվել հանրության գերակաշարժ հաշվի առնելով, այս նախագիծը դրան է միտված։ Լավ, եզրակացնելով այնուամենայնիվ իհարկե ես կարծում եմ նաև ելույթ կունենամ լիագումարում, չկրկնվելով մեկ անգամ եւս այնուամենայնիվ ես գտնում եմ, որ այս նախագիծը հենց այնպես չի հղացել, այս նախագիծը։ Այս նախագիծը այնուամենայնիվ սա ես դիտարկում եմ եւ ոչ միայն ես դիտարկում եմ մի առիթ, մեկ անգամ եւս անիմաստ հողազուրկ եզրակացություններ անելու համար, որ ասենք թե հայ առաքելական եկեղեցին որևէ հուշարձանի, պաշտամունքային հուշարձանի նկատմամբ օտարելու ակնկալիք ունի եւ ես սա դիտարկում եմ ինչպես եւ հանրային ընկալումներն էր այդպեսին ես սա դիտարկում եմ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման հեղինակազրկման գործընթացի մեջ որովհետեւ խոշոր հաշվով մենք չունենք որևէ նախադեպ, որը թույլ կտա մեզ բարձրաձայնելու, որ հայ առաքելական եկեղեցին որևէ պաշտամունքային առարկայի, մանավանդ այստեղ կառույցի մասին է խոսում, իսկ կառույցները վանքային համալիրներն են, եկեղեցիներն են, դրանց օտարելու կամ սեփականության ձևը փոխելու մտադրություն երբևէ չի ունեցել, ընդհակառակը հայ առաքելական եկեղեցին միշտ հանդես է եկել այն եկեղեցիները վանական համալիրները, պաշտամունքային կառույցները ընդհակառակը իր տիրույթը լայնացնելու եւ ավելի հոգատար եւ պատշաճ վերաբերմունք դրսևորելու համար։ Իսկ այն հանգամանքը, որ դուք շարունակ, պարոն Գաբրելյան, շարունակ պնդում եք, որ հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի լավարկում կա, վերանորոգվող հուշարձանների ցանկ թիվը մեծացել է եւ այլն, դա պետության ուղիղ պարտականությունների մեջ է մտնում, որովհետև անշարժ հուշարձանների մի մեծ մաս նաև պետության հոգատարության ներքո է եւ դա մշակութային քաղաքականության անբեկանելի մաս է, մշակութային ժառանգության պահպանություն եւ պաշտպանություն։ Եվ դա լավ է, որ պետությունը այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, որակի եւ այլնի մասին առանձին կարելի է խոսել, բայց այս պարագայում պետության պոզիտիվ, ոչ միայն պոզիտիվ, ուղղակի պետության առաքելությունն է, պետության նպատակները, պետության մշակութային քաղաքականության հիմնադրույթների կարևորագույն մաս է հանդիսանում։